Միտք արտահայտեցի કે նախորդ վիդեոն նայեցի, այդ բինար սորթի հետ էր կապված էլի, որ այո ոչ, հետո չգիտեմ այդ մութ մնաց էլի, թե դրան անդրադառնանք լավ կլինի։ Հա, բանը այդ ոնց անել, որ եթե 3 տարբերակ կա պատասխանի, այդ հաչը չգիտեմ ի դեպքում ոնց անել։ Չգիտեմ մի բան Հա, հետաքրքիր է։ հա, շատ լավ է։ Ես ճիշտ ասած մոռացել էի, որ այդ խնդիրը ասել եմ, լավ հիշեցրեցիք, ես այդ խնդիրը սիրում եմ։ Ինչ որ մեկը կա, բան, մտածելա ու տարբերակ ունի։ Հիմա մեր մոտեցումը բինարի դեպքում այն էր, որ ուզում ենք ամեն անգամ երկու մասի կիսենք, չէ, տարածքը։ Այսինքն օրինակ ասեմ 500-ից մեծ թե չէ, ու ինքը հա չէ պատասխանում։ Եթե ասեց հա, կտրում եմ, գիտեմ այս կտորի մեջ եմ, հիմա այս կտորի մեջ եմ, ասենց կիսում, ասում եմ 750-ից մեծ է թե չէ։ Եթե ասես չէ, օրինակ հետո այս կտորի մեջ եմ գալու կիսեմ, ու սենց գնալու եմ։ Հիմա ոնց անել, որ 3 մասի կիսեմ։ Պատկերացրեք մարդը օրինակ ընտրել է 550, ինձ այնց չի պատահական թիվ ասելուց չասցի 509, ընտրել է 509 թիվը օրինակ, ու հիմա ուզում եմ մի ձև նենց անեմ, որ բաժանեմ իրան էլի 3 հավասար ինտերվալի։ Հիմա ինչ կարամ անեմ, եթե ուզում եմ էլի մեծայով հարց տամ։ Կարամ այսպես անեմ, այս մարդ Ներեք մի բա Հայկ ջան, էկրանը չի երևում։ Վայ, ահա, մերսի։ Օպ։ Ահա, մերսի։ Հիմա այստեղ կամ լավ, կարող 667 լինի օրինակ, այս էլ 1000։ Հիմա ինչ հարց տամ, որ հասկանամ այս 3 ինտերվալից մեկի մեջ կարանամ ընկնեմ հստակ։ Եթե օրինակ ասեմ, ես պահել եմ x թիվը, քո թիվը մեծ է թե փոքր, երկու ինտերվալի մեջ ինտերվալ կարամ, երկու ինտերվալից մեկին կարամ ճանաչեմ, 3 ինտերվալից մեկին չեմ կարա ճանաչեմ։ Բա հիմա ինչ անեմ, եթե ուզում եմ էլի ինչ-որ բան ասեմ ու մեծա ու ինչ-որ բան։ Կամ իրական փոքրայով էլ, կամ կոմբինացիայով։ Հիմա պատասխանը մենակ հաուտ չէ, հա, այս նկատմամբ։ Հա չէ ու չգիտեմ։ Դա եթե երկու հատ պատասխանի ման ունենք, արդեն հաուտ չեն, երրորդ բարձա, երրորդի մեջ է, այտենց։ Չէ, բայց ինքնատեմ մի հատ հարց ենք տալիս այստեղ։ Հիմա մեր առաջին հարցը ինչ լինի, որը դրանից հետո հստակ իմա 333-ից թե փոքր է։ Ահա, բայց եթե ասացինք մեծա 333-ից թե փոքր, եթե օրինակ ասած որ մեծա, ես կիմանամ, որ ինքը այս ինտերվալի մեջ է։ Այսինքն ես այս ամբողջը 1000 տարբերակ ունեի, հիմա ունենալու եմ 1000 անգամ 2/3։ Չկարացա 3 մասի բաժանը։ Ու իրականում եթե ես ինչ-որ հստակ ասեմ, այս թիվն բան, այս թիվն եմ հետարկում ինձ, այս 333-ը, դրանից մեծա թե չէ, այտենց միշտ երկու մասի է կեսվելու, էլի։ Չգիտեմի համար պետք է ինչ-որ անորոշություն ավելացնենք։ Այս հարցը որ տալիս ենք ինքը հստակ որոշված սառացրած հարց է, սրա ինձ մեծա թե չէ։ Նա հարցը ոնց տամ, որ մեջը անորոշության կտոր լինի։ Դե լավ, եկեք ասեմ, ես էլ նենց չի ինքս ֆայմել էի, պատասխանը իմացել եմ ուղղակի։ Ասում եմ սենց։ Ես 333-ից 667 ինտերվալի մեջ մի հատ ինչ-որ թիվ եմ մտապահել։ Քո թիվը այդ թվից մեծա, փոքր է։ Հիմա եթե մարդը պահել է այս ինտերվալից թիվ, ինքը կասի չէ։ Փոքր, չէ, ներողություն, եթե պահել է այս ինտերվալից, կասի հա, փոքր է։ Եթե այս ինտերվալից է պահել, կասի հա, մեծ է։ Եթե այս ինտերվալից է պահել, արդեն կասի չգիտեմ, որովհետև ես ասում եմ այս ինտերվալից թիվ եմ պահել, կարող է 334-ն եմ պահել, կարող է 666-ն եմ պահել։ Չգիտի իրա պահած 500-ը դրանից մեծ է թե փոքր։ Այս դեպքում է կասի չգիտեմ։ Այս ranով արդեն հստակ կգանք մի հատ ինտերվալի մեջ։ Այդ ինտերվալի մեջ որ եկանք, իրան էլի 3 մասի կբաժանենք ու կասենք, ես այս երկրորդ ինտերվալից թիվ եմ մտքումս պահել։ Քոնը դրանից մեծ է, փոքր է, թե չես կարող ասես։ Նա շատ բարի։ Հա, ու մերսի որ հիշեցրեցիք։ Լրիվ մոռացել եմ այս խնդիրը, բայց շատ եմ սիրում իրան։ Իսկ պատասխանը ինչ-որ լոգ 7 է, չէ՞, թե ունի։ Լոգ։ Ոնց որ այս նախորդ դեպքում որ կիսելով գնում էինք,
1500, 250, հիմա քանի քայլ է մեզ պետք, որ գանք հասնենք 1-ի, այդ այնա թե ոնց որ 2-ի քանի աստիճանն է 1000-ից մեծ որ 2-ը լինում։ 7 Այս դեպքում լոգարիթմ 2000 է լինում, հիմա որ 3 բանով ենք կիսում, այսինքն հիմա իմ մոտ առաջինը որ 1000 հարց տարբերակ էր, հաջորդը 333 է լինելու, հաջորդը 111-ով, հետո 33 եւ այլն։ Այս դեպքում լոգարիթմը 3 հիմքով 1000 ենք ունենում։ Այդ ճիշտ լոգարիթմ 3 հիմքով 1000-ը կլորացրած դեպի վերև, էլի, այնտեղ եթե 7.5 օրինակ լինի, պետքա 8 հարց տանք։ Դրանով ժողովուրդ, այդ դեպքում ուրեմն գանք մեր ավանդական այդ նախատեսած խնդիրներին ու off է ըստ opus 4.7-ի։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք մեր հայկական այբուբենը 39 տառանոց։ Հիմա առաջի քայլով մեզ հետաքրքիր է, որ ամենաշատը ինչքան կարա լինի էնտրոպիան մեր մոտ։ Այսինքն ամենամեծ անորոշությունը։ Եթե ուզենամ ինչ որ տեքստերը կոդավորեմ, իմ մոտ պահեմ, որ դեպքում ամենաշատը պետքա հիշողություն օգտագործեմ, ամենաշատ բիտերը կծախսեմ, էլի։ Երբ որ տառերը ոնց բաշխված լինեն։ Օրինակ որ զառ ենք գցում, ամեն մեկի հավանականությունը ոնց պետքա բաշխված լինի, որ ամենաշատը անսպասելի լինի մեզ, թե ինչ կլինի արդյունքը զառը գցելուց։ 6 է։ 6, այսինքն 6։ Ամենամեծ թիվը թե քանակը։ Չէ, հավանականությունները ոնց բաշխված են։ Օրինակի համար եթե լինի 1/3 էլի։ 1/3, թե երևի եթե զառի դեպքում 6 բան ունենք, չէ, տարբերակ ունենք։ Հա 1/6 Ահա, ամեն մեկը եթե 1/6 եղավ, ուրեմն ամեն մի բանը ամենա միջինով վերցրած ամենաշատն ենք։ Չէ, ամենադժվարն է լինելու մեզ զգուշակել, թե ինչ կբացվի, որտեղ ամեն ինչն էլ հավասար հավանական է, ոչ մեկ մյուսի նկատմամբ առավելություն չունի։ Եթե զառ լիներ, որ բոլոր կողմերը 1 է գրած, մնացած այստեղ 0-ները, շատ հեշտ կլիներ, չէ, անորոշություն չէր լինի։ Միշտ uniform այս հավասարաչափ բաշխումը միշտ մաքսիմիզացնում է էնտրոպիան։ Հիմա նույնը մեր մոտ այստեղ այբուբենում է լինելու, եթե ասենք, որ ամեն մի տառի հանդիպելու հավանականությունը հավասար է 1/39-ի, արդեն մեր մոտ լինելու է ունենալու ենք գումար, կանք ստեղ մինուսով գրենք 1/39 անգամ լոգարիթմ 1/39, չէ՞։ Ու այստեղ ոնց որ մի հատ էլ պետքա հանենք մյուսի համար, այստեղ գրել ենք 1-ից 39 գումար, ըստ էության ուղղակի ստանում ենք լոգարիթմ 1/39 մինուսով կամ լոգարիթմ 39։ Էս էլ հավասար է 32-ի 64-ի արանքնումը 5-ու ինչ որ բան է լինելու։ Իրականում տենց 5 ու 3-ի կարգի թիվ է տալիս։ Այսինքն եթե ես ուզենամ կոդավորեմ ամեն մի տառ ու ենթադրում եմ, որ իրանք հավասար հավանական են բաշխված, ինձ պետք է լինելու տենց 5 ու մի քիչ բիտ, 5 ու մի քիչ նշան դիրք պետք է օգտագործեմ հիշողության մեջ, որ կարողանամ պահեմ։ Հիմա իրականում սենց չի լինում, ոնց որ ավելի օպտիմալ ձևով է կարանք թվերը պահենք, կասեք ինչ երկու կոմպոնենտ կա, որ իրական կյանքում տարբերվում է, որ ստեղ չենք հաշվի չենք առել։ Այսինքն օրինակ տառ երկաշատ է օգտագործում, դրանց համար ավելի քիչ օգտագործողների համար ավելի քիչ տեղ ոնց որ բան անենք, այդ ձև մի բան։ Գերազանց։ Անօրինակ շատ ավելի հաճախ է հանդիպում, քան ֆ-ն։ Հիմա կարանք այն կարճ ինչ որ կոդով պահենք, f-ին ավելի երկար պահենք ու օքեյ է, ոչինչ։ F-ի վրա եթե մի քիչ կորցնենք, կարևորը i-ի վրա շահում ենք, որովհետև ան շատ հաճախ է օգտագործում։ Շատ ճիշտ է, առաջի կետը դա է, այնա որ հեչել միատեսակ չի բաշխված բանը։ Իրականում այբոբենը։ Շատ ճիշտ է։ Այս մի կետն էր։ Մի հատ էլ ուրիշ կոմպոնենտ կա, որ իրականում ոնց որ մենք հենց ուղիղ դրան չենք անդրադարձել, բայց ինքն է կարա օգնի օպտիմիզացնել process-ը։ Հայկ ջան, մենք բառեր ենք, չէ, պահելու։ Ինչ որ պրոստը ինչ որ տեքստ օրինակ։
Դե այս սյուժետի մեջ այս շատ պատկերացնենք ոնց որ ամեն մի տառը առանձին կոդավորում ենք ու ասենք բառը դառնում է այդ երկու կոդերը իրար կպած, այսինքն ես չի ասելու եմ բարև բառը պահեմ որպես 1, հետո մյուս բառը պահեմ որպես ասենք 1-0, այսինքն 2 էլի, Okay, այլ ոնց որ տառի մակարդակով։ այսինքն կարանք ծառի տեսքով է, չէ՞, պահենք օրինակ ոնց որ Մմ, տենց ծառեր կա, չէ՞, ասենք ան գրենք վերևը, հաջորդ տառը իր այդ էլեմենտներն եղնի ու հենց հասնենք ամենավերջում ու այդ ամենավերջը ստացվի բառը, էլ ոնց որ ծառի վրա ամեն շրջանցում մի հատ բառ տա էլի վերջում։ Ծառի նման բան անելու ենք, որ որոշենք, այս շատ լավ բան եք ասում, ծառի նման բան անելու ենք, որ որոշենք ոնց որ ամեն մեկը ոնց կոդավորենք, այսինքն ամենատարածվածին ամենակարճը տանք, հետո մյուսին մի քիչ ավելի երկար, մյուսին դրանից մի քիչ ավելի երկար եւ այլն եւ այլն, այս սրանով կարանք բանը, այդ մեր պրեֆիքսի նախածանցների ծառը կոչվածը բինար կառուցենք, դրանով կոդավորենք, այդ շատ ճիշտ է, բայց դա շատ ոնց որ պրակտիկ կտորում անելու բան է, էլի։ Այդ հեսա իմիջիայլոց հաջորդ վարության մեջ կանենք, Okay, այստեղ հələ ուզում ենք հասկանանք ոնց որ ուրիշ ինչ հատկություն կա տեքստերի մեջ, բացի նրանից, որ ինչ որ տառերը այդքան ավելի քիչ տառ կա, որ ավելի շատ տարածված է, քան ուրիշները, որ մեզ կարա պոտենցիալ հնարավորություն տա ինչ որ խելոք օպտիմիզացիաներ անելու։ Կարանք ոնց որ մտածենք նաև բանի տեսանկյունից, էլի, այս հավանականությունները ոնց որ մի նշանից բերենք մի քանի տարբեր նշան։ Օրինակ, որ եւ տառը ու տառը երկու նշանով է գրվում, այդ նկատի ունես, Հայկ ջան։ Չէ, այդ ոնց որ բան, որպես տենց իրականում այստեղ սաղ կտորի մեջ ենթադրություն եմ արել, որ ոնց որ ամեն մի տառը ոնց որ ուն որ այսենց ենք գրում, մեկը իրան մինիշ հաշվենք, անգլերենի պես էլի, ուզուտ որ հեշտ լինի։ Այդ բաբը լավ իշացեցիք, հայ, պետք է որպես ենթադրություն նշեի, որ ընդունել ենք։ իսկ օրինակ եթե ածանցներ կամ ինչ-որ մի բառակապակ, չէ, ինչ-որ ածանցներ կամ ինչ-որ տառերի խմբեր պահենք, որոնք միշտ համարյա իրար հետ են կիրառվում։ Ահա, շատ լավ բան եք ասում։ Իրականում մեր մոտ մենք ոնց որ լոգարիթմը օգտագործում ենք բանում, որտեղ ասում ենք, եթե ունենք ինչ-որ հարթականություն ունենք, հիմա այստեղ հիմա եթե հավանականություն բաներն են, կանք ասենք PA անգամ PB անգամ PG, չէ, սենց հատիկ բաժանենք, բայց իրականում առերը իրանք բան չեն, չէ, անկախ ու միատեսակ բաշխված չեն։ Ինչ որ տառից հետո ուրիշ տառը ավելի հավանական է, քանց օրինակ A-ից հետո ավելի հավանական է գա օրինակ yen, քանց A-ից հետո գա չգիտեմ D-ն։ Օրինակ ադիբուդին է մտքից գալիս սենց։ Հալավ արդեն լիքը բառ եկավ, բայց ամեն դեպքում ինչ որ կոմբինացիաներ շատ ավելի հաճախ են հանդիպում, քան ուրիշները։ Մենք սենց եթե հավանականություն գրելու լինենք տեքստի, չենք կարա բաժանենք սենց հատիկ անհատականների արտադրելով գրենք։ Ու սա իրականում մեզ կարա թույլ տա այնպես տրուկեր անել, որ օրինակի համար եթե տեքստի մեջ տեսնում ենք, որ լիքը ժամանակ գալիս է 80 բառը, 80 արտահայտությունը, կարանք կոդավորելուց հաջորդ անգամ որ տեսնենք էլի գալիս է 80, ոչ թե ամբողջ 80-ը կոդավորենք, այլ ասենք այս կտորին որ գաս 5 նիշը գնա այստեղից կարդա, այստեղ արդեն գրած կա։ Ու հիմա եթե սա շատ հաճախ տեղեր օգտագործում է, կարանք տենց ոնց որ իրան մեջ բերելով մեր բանը ի վերջո կարճացնենք ահագին, էլի։ Այդ էլ երկրորդ կարևոր կտորն է, էլի, այսինքն տառերը նախ միատեսակ բաշխված չեն, հավասարաչափ բաշխված չեն, երկրորդն էլ իրարից անկախ չեն։ Այդ դեպքում եթե գնանք այս երրորդ վարժությանը, երրորդը մեզ ասում էր ուղղակի բան անել։ Երրորդ վարժությունը խնդրում էր, որ հայերենի համար մի հատ ինչ-որ տեքստ էր տված, պատահական ընտրած։ Ասում էր այդ տեքստի համար բան արեք, մի հատ պարզեք այդտեղ էնտրոպիան ինչքան է։ Այստեղ էս URL lib get request URL open բանման ուղղակի տրված կայքից տեքստ կարդալու համար հրաման է, էլի, ինչ որ առանձնապես հյուրատկություն չկա։
Ոստեղ ունենք այս տեքստը եւ այլն եւ այլն։ Հիմա ստեղից պետքա նախ առաջինը ազատվենք ոնց որ ոչ լատինատար ամեն ինչից ու նաեւ այս կետադրական նշաններից։ Սենց մի հատ տրուկ է օգտագործած, որ այս Unicode-ի աղյուսակի մեջ ըստ կոդի նայում է, այսինքն այդ թվերը ոնց որ աղյուսակի մեջ ունեն հերթական համարներ, ու ասենք 531-ից սկսած մինչև 586 գալիս է A, B, G, D մեծատառեր, հետո 561-ից 587 փոքրատառերով է գալիս։ Այս տրյուկով կարանք իրանց ֆիլտրենք։ Այսինքն ես նիշի համար իր օրդերն եմ վերցնում, որ իր դիրքն եմ վերցնում ու նայում եմ, որ դիրքը բռնի հայերենի համար նախատեսված կտորի հետ։ Այսինքն ստե ասեմ A մեծատառը կամ A, անգլերեն A, կասի true, true, false։ Ու հիմա ինձ պետք է ուղղակի գալ ցիկլ պատտվել այս տեքստի վրա ու բան անել։ Հա, ուստեղ բան եմ արել, մեկ էլ փոքրատառ եմ սարքում, որ մեծատառը փոքրատառը, երկուսն էլ A են, էլի, հələ նիշի մասին չենք մտածում։ Ու այս collections-ից եկող counter-ին որ տամ, ինքը ինձ կտա ուղղակի թե ամեն մեկը ինչքան անգամ է հանդիպում ու տեսնենք, որ an շատ-շատ հաճախ է հանդիպում։ Ստեղ n-ն է շատ հաճախ հանդիպում, n-ն է շատ հաճախ հանդիպում, սա նրանից է, որ բաների մասին է տեքստը, թե չէ ավելի շատ y, i, այտենց բաներ ավելի ու կարանք նույնիսկ բան բաշխումը գծենք այս ամենատարածված 20-ը եթե նայենք հեսա կտեսնենք, որ այստեղ կարելի է նորմալիզացնել նույնիսկ բայց հա, այստեղ տեսնում ենք, որ f բան z եւ այլն, z չկա, չէ՞։ Շատ ավելի քիչ են հանդիպում ու տենց իրոք մի քանի հատը լավ ճնշում են մնացածին ըստ հավանականության, սրանց եթե կարճ կոդավորենք, կարանք արդեն շահենք այստեղ։ Հա, ու հիմա եթե նայենք արդեն ամեն մեկին, եթե համապատասխանաբար ձևենք, այսինքն սրա հավանականությունը օրինակ լինի ոչ թե բան 1/39, այլ 3500 ու ընդհանուր թե քանի նիշ ունենք այդքան, այս n len letters ընդհանուր ունենք ու print n 22000 նիշ, 3500, մոտ մի 15%-ը a տառներ։ Հիմա իրեն կկոդավորենք որպես լավ կարճ բառ, կասենք 3500 22400-րդ անգամ լոգարիթմ այդքան ու իրան կտանք ոնց որ լոգարիթմ այդքան բան երկարություն։ Ու տենց ամեն մեկի համար եթե անենք, այսինքն ուղղակի հավանականություններն եմ փոխում, իսկականներն եմ դնում, էլի յունիֆորմի փոխարեն, ստենայեմ մինուս գումար c-ներորդ անգամ լոգարիթմ 2 հիմքով c-ներորդ ու այս ցիկլը պատտվենք, այստեղ արդեն տեսնում ենք, որ մեր մոտ եկանք իջանք 4.5 բիտի։ Այսինքն մենք արդեն եկանք շահեցինք մոտ մի բիտ ինֆորմացիա։ Հիմա եթե ստեղ իրականում շատ ավելի մեծ բանով վերցնենք, շատ ավելի մեծ տեքստ վերցնենք, շատ ավելի իրական պատկեր ստանանք բանման, էլ ավելի շատ կկարանայինք իջացնենք։ Ու հա, ու սա ընդհանրապես ուղղակի բանն այլով, էլի։ Այդ ավելի օպտիմալ կոդավորում անելով, էլի, հələ ոչ մի խելոք դրուկ բանման չենք օգտագործում։ Նե բարի։ Մի հատ էլ վարժություն կար, որ ասում էր բան անել։ Մի հատ կոնկրետ օրինակի համար նայել թե ինչքան կլինի, ինչքանով կլինի օպտիմիզացիան, այդ էլ պետք է ուղղակի բռնենք հաշվենք, որ եթե 200,000 նիշ ունի օրինակ, այս մեր համակարգով 200,000 անգամ 4.5 էր լինելու, հա, ավելի բան, եթե սրանից հարցեր չկա, ավելի կնախընտրեմ անցնենք այս արդեն Wordle-ին։ Այդ դեպքում հաջորդ խնդրին անցնելուց առաջ մի հատ խնդիրը խաղանք, տեսնենք ոնցն է։ Այս իմ սիրելի կովիկներ ցուլիկների բառային տարբերակն է, կովիկներ ցուլիկները Python-ից գուցե հիշեք։ Ոնց է աշխատում բանը, պահվում է մի հատ ինչ-որ հնգանիշ բառ, ինքը այս դեպքում իրական բառ է լինում, էլի։ Ու հիմա մենք գուշակություն անելուց առաջարկում ենք ուրիշ հնգանիշ բառ, այստեղ օրինակ գայս ենք ասում ենք պանիր։
Հիմա որ enter ենք սխմում, մենք ստանում ենք պատասխան։ Եթե մոխրագույնն է, ուրեմն այս տառը ընդհանրապես չկար։ Այն մարդու պահած բառի մեջ չկար ընդհանրապես։ Եթե կանաչ է, ուրեմն կար ու դիրքն էլ ճիշտ է բռնած։ Եթե դեղին է, ուրեմն կար, բայց դիրքը սխալ է։ Հիմա իրականում այս դեպքում մեր մոտ պատասխաններ ու այստեղ սահմանափակում կա, որ պետք է իսկական բառ գրել։ Այդ մի քիչ դժվարացնում է խաղը։ Յանիրը չկա տենց բառարանում, բայց sense մի խոսքով մի քանի քայլ անելով փորձում ենք արդեն ըստ այս հուշումների գալ ու գտնել ճիշտ պատասխանը։ Այսինքն ամեն մի բանից մենք հարց ենք ստանում, հարց ենք տալիս, այդ հարցի պատասխանով մենք ստանում ենք ինֆորմացիա, որով կարողանում ենք մեր ընդհանուր եղած բազմությունը բառերի կրճատել։ Հարցնում ենք այս ինտերվալից այս ինտերվալը ասում է հա, չէ, կամ չգիտեմ, ըստ դրա կրճատում ենք։ Ու ինչքան ստաբիլ կարողանանք լավ արագ կրճատելով գնանք, այդքան շուտ կգանք պատասխանի։ Հիմա այս մի վարժությունով գալու ենք ուսումնասիրենք, տեսնենք, դե լավ, հիմա ինչքան կարանք ինչքան քայլով կարանք փորձենք իրան գտնել բան դեպքում, միջին դեպքում ու ընդհանրապես ոնց որ հիմա իրականում որն է ամենաօպտիմալ բառը օգտագործելու համար, սկսելու համար։ Ու հա, եթե հարցեր այս խնդրից համեցեք, այսքան խնդրի դրվածքից, այստեղ ժողովուրդ, մեր մոտ նախ առաջինը, եթե ունեմ ու ֆիքսենք, որ հնգանիշ լինի, որովհետև պանիր բառը հնգանիշ է, ամեն մեկի համար այստեղ կա հնարավոր 3 տարբերակ գույնի, չէ՞։ Հələ ենթադրում ենք, որ հասարակ դեպքով։ Այսինքն ընդհանուր ունենալու եմ 3-ի 5 աստիճան կոմբինացիա, սա հավասար է 243 հնարավոր կոմբինացիա եմ ունենալու այստեղ։ Ահա։ Հիմա իդեալական դեպքով ամեն մի հարցը, այսինքն մեր հարցը լինում է այն, որ ասում ենք ինչ-որ բառ ու պատասխան ենք ստանում այս 5 հատի կոմբինացիա, օրինակ 1, 0, 0.5, 0, 0, կամ խաղի մեջ անելու ենք ոնց որ բանով։ G, yellow, կանաչ, մոխրագույն ու բան։ Ու մյուս գույն, դեղին։ Հա, green ու gray-ի պահը չեմ հիշում ոնց ենք նշում, բայց հա, իր հարցը կլուծենք մի ձև։ Հա, կանաչ, դեղին ու ոչ մի բան։ Հիմա որ ամենաինֆորմատիվը լինի, պետքա նեցիներ, որ այս բոլոր հնարավոր տարբերակները միատեսակ բաշխված լինեն, չէ՞։ Այսինքն մեր մոտ այդտեղ էնտրոպիա հաշվելու տեսանկյունից լինելու էր նույն պատմությունը, որ 1-ից 243 ստեղ հաշվելու էինք բանը 1 243-րդ անգամ լոգարիթմ 2/5-ով 243, ստեղից գայինք լոգարիթմ 243-ին, ու սա լինելու էր մոտավորապես տենց համարյա 8 բիտ։ Այսինքն ամենաիդեալական խաղի դեպքում մեզ ամեն մի հարցը կարար բացահայտել 8 հատ բիտ։ 8 բիտը կարանք պատկերացնենք ու հա, կարար բացահայտել 8 բիտ, իսկ ընդհանրապես ինչքան բան ունենք, ինչքան անորոշություն ունենք բառի մեջ, բառերի տարբերակները ոնց են մեր մոտ բաշխված, բառերն էլ իրականում գիտենք, որ տենց 2315 բառի կարգի կար այդ բանում, աղյուսակում, որ օգտագործվում է։ Ստեղ էլ ոնց որ եթե նայենք, թե 2315 հատ բառ պահելու դեպքում բինար կոդով ինչ պետք է անենք, լոգարիթմ 2-ը հաշվենք, սա էլ տենց 11 ու մի քիչ է տալիս։ Այսինքն ամենավանիլային դեպքում, եթե իրոք սուպեր ինֆորմատիվ պատասխաններ ունենայինք, մենք կարայինք 2 հարց տայինք ու բառը գուշակեինք, էլի։ Առաջինը 8 նիշ կբազմեն մեզ, 3 նիշ կմնար անհասկանալի, երկրորդ հարցով այդ 3 նիշն է կպարզեինք, հələ դեռ մի բան էլ ավելի տեղ չկա, բայց սա իրականում ոնց որ այն վանիլային դեպքն է, էլի, իրականությունը տենց չի։ Հարց որ տանք, շատ ավելի քիչ ինֆորմացիա կստանանք, էլի։ Այսինքն կլիներ, որ ոնց որ պատված պատասխանը ամեն մի նիշը միանգամից մեզ լիքը ինֆորմացիա տար մաքսիմալ ու կարողանայինք շատ արագ տենց իդեալական
նույն տեմպով սենց բազմությունը կտրելով գնայինք, էլի, ոնց այդ binary search-ի դեպքում կարողանում էինք անել։ Հիմա եթե գանք իրականության, մեր այս հարցերի բազմության համապատասխան պետք է նայենք բանը, այսինքն այս 2315 հարցը որ ունենք, նայենք թե իրանց համար այդ որ մի բանն է, կոմբինացիան է, որ մի հարցին համապատասխանող կոմբինացիան է, որ ամենաշատ ինֆորմացիան է մեզ բացահայտում։ Ու դրա համար արդեն եկեք Python-ը հանենք։ Օպա։ Այստեղ այս առաջի հրամանով էլի ուղղակի տրված հղումից տեքստերն ենք քաշում, բառերն ենք քաշում։ Ու ստեղ մեր բառերն են այսինքն ինչ որ սովորական բաներն են, որոնք որ տենց հիմնականում հաճախ հենց իսկական բառեր են, Abbey Road, Award բան, որոշ դեպքերում է ոնց որ ինչ որ բառոտ բաներ են էլի, գուցե հենց այբուբենում բառարանում եղած բաներ են, բայց ինչ որ պատահական կոմբինացիաներ չեն, էլի երբևէ։ Հա, ու ստեղ կարող սարքենք մի հատ մեր համար ֆունկցիա, որը որ տրված բառի համար կպարզի, թե ոնց որ ինչ պետք է լինի պատասխանը, էլի։ Այսինքն սկզբում կընթադրենք, որ բոլորը չեն բռնում իրար հետ, հետո հերթով ամեն մի նիշի համար, այսինքն ստացել ենք գուշակություն ու ունենք ճիշտ պատասխան։ Գուշակությունն ու ճիշտ պատասխանը եթե բռնեցին, ստեղ գալիս ենք այս տառին, տալիս ենք G տառը, G green։ Եթե չբռնեցին, եթե ուղակի ներս է, ուղակի ներկա եղավ այդ բառը, բայց ոչ հենց պարունակեց, այսինքն տառը կա, դիրքը սխալվել ենք, տալիս ենք Y ու մյուս դեպքում ոչ մի բան, հիմա եթե սրան փորձարկենք միանգամից այս չես ու չես-ը մուտքով, այստեղ ունենալու ենք չ-հ-ե, սրանք բռնեցին իդեալական, այստեղ ունենալու ենք s, այստեղ եղավ սա g։ Ու մի հատ նրբություն, որ այս են ինքը ճիշտ է, այստեղի այս s-ն ինքը ճիշտ է կա սրա մեջ, բայց մենք արդեն այս s-ի մասին ինֆորմացիա այս մի նիշով ֆիքսել ենք։ Դրա համար ոնց որ այստեղ կրկնություն որ կա, այդ բանը մի քիչ նրբություն է առաջացնում, տրամաբանությունում մի քիչ բան է փոխում, էլի։ Դրա համար իրականում նաև սրա կոդը մի քիչ ավելի բարդ է։ Բան դեպքում կովիկներ ցուլիկները կհիշեք, էլի, ինձ ուղղակի ասում էինք if հավասար է ու if in ու всё, այստեղ պետք է այդ կրկնվելու կտորի համար բան անենք ու զգուշ լինենք։ Հա, մի քիչ խոսամ ու հարցեր լսեմ, ու մեկ էլ այս ֆունկցիան է մեր մոտ այն ավանդական սովորական ֆունկցիան է, որ ուղղակի բաշխումը հասկանում ենք ու ըստ բաշխման արդեն հաշվում ենք, թե ինֆորմացիան ինչքան կակնկալեինք լիներ։ Այս ոնց որ մեզ նախապատրաստող ֆունկցիաներն էր։ Մինչև ստեղ ինչ որ հարց կա։ Դե լավ։ Հիմա այս դեպքում մեզ մնում է ուղղակի գալ նայել, թե ամեն մի բառը, եթե վերցնենք, ամեն մի հնարավոր գուշակություն, ամեն մի հնարավոր բառ, որ կարանք օգտագործենք, վերցնենք ու նայենք, թե իր համար ակնկալվող ինֆորմացիան ինչքան է լինում, հաշվի առնելով արդեն իսկական բաշխումն էլի եղած բառերի։ Այդ որ մի բառը կլինի, որ մաքսիմալ շատ ինֆորմացիա մեզ կտա, հիմա ուղղակի գալիս ենք ու հենց դա ենք հաշվում, ստե ասում ենք expected ինֆորմացիա ինչ որ մի հատ g ու բառեր ու ամեն մի բառի համար սա պատտվելով գնում ենք, էլի։ Ու ըստ սրա սորտավորում ենք ստեղ։ Հիմա սա կտպենք, թե այդ որը եղավ այդ բառը ու իր համապատասխան բան ակնկալվող ինֆորմացիան։ Այս մի 30 վայրկյան էր աշխատել ժամանակին, հիմա եմ քիչ տանդաղ գնում։ Ահա։ Ստացանք, որ raise, slate եւ այլն։ Ստեղ ոնց որ այս an բավականին an ու yen a-ե-ի կամ լավ a ու ե բավականին սպասելի էր տեսնել, որովհետեւ իրանք իրանցով շատ տարածված են։ Այս run հավանաբար այդքան շատ տարածված չի, բայց լիքը բառերի մեջ լինում է, դրա համար ինքն էլ է ինֆորմացիա տալիս։ Ու մի խոսքով սենց բաշխում ենք ստանում, ու եթե գանք փորձենք մի հատ այս խաղի վրա իրականում նաև
Հա, այդ ճիշտ եկեք ավելի հետաքրքիր բանի համար հայերենի համար անենք։ Այստեղ նույնը այստեղ քաշել եմ հայերենի համար բաշխումը։ Ու հայերենի համար եմ սորտավորել։ Իրականում ստացել ենք, որ բառերն են Կարեն, Նոտար ու Կարին։ Եկեք գանք փորձենք խաղի վրա նայել, թե ինչքանով մեզ դա կօգնի։ Եթե այստեղ գամ ասեմ Կարեն։ Ուֆ, հրաշք։ Նոտար։ Անորեն իմացանք, մյուս տառերը եկը ու բան են, ռե։ Հա, չէ, լավ, մի հատ տառել չգիտենք։ Միտք ունեք բառի։ Կերար, հացը, չկա կերար։ Հեկտար, չէ, հեկտարը 6 տառ է։ Լավ, Երկար։ երկար, ճիշտ է։ Հրաշք, ապրեք, հա։ 4 բառով գուշակեցինք։ Հələ եթե պանիրով է չսկսեի, ավելի շուտ գուշակեինք։ Այս պանիրը մեզ բան չտվեց, ոչ մի ինֆորմացիա չտվեց։ Այս ռ-ի մասին պատմեց, այս ա-ի մասին պատմեց։ 3 բառով կգուշակեինք։ Ընտիր, լավ, այս դեման շատ ավելի լավ գնաց, քան ակնկալում էի։ Ու լավ է, որ գտակ երկար բառը, ես պետք է երկար մտածեի, որ գտնեի։ Բայց հա, էս էլ սա։ Այնտեղ մի երկու հատ էլ հարց կար առաջադրանքի մեջ, այնտեղ բան, օրինակ, իսկ ինչի է ասես, որ ինչ որ այս բառը տենց չի, ու կամ նույնը հայերենով դե նայեցինք։ Հա, պրինցիպի այս վարժությունից էլ էս կար սովորելու։ Հենց որ մի հատ մտածեք հարց կա թե չէ, եթե չկա, կգնանք արդեն հաջորդին։ Հայկ ջան, այս որ հենց այդ խաղի մասով կոնկրետ նայենք, որ վերջում արդյունքներ ենք չէ ստանեմ, այդ Կարեն, Նոտար, Կարին, в общем, այդ ձև նու այդ ավելի լավ կերներ բանանենք, չէ, հաջորդ բառի մեջ նենց անենք, այն նախորդից տարեր չներառվեն вообще։ Հա։ Ահա, գերազանց, շատ լավ նշում է։ Այսինքն եթե հիմա ալգորիթմ սարքելու լինենք, որ խաղը խաղար, կարենք սկզբում օրինակ ասենք Կարեն, հետո պատասխանը ստանայինք, ֆիլտրենք բոլոր նրանք, որոնք որ համապատասխանում են դրանք պահեինք, դրանց վրա նայենք հաջորդ ամենալավ բառը որն է, ու տենց գնայինք առաջ։ Սա նման է նրան, որ ասցինք այբուբանի հետ կապված քննարկում ենք, ասցինք դե լավ, տառերը միատեսակ բաշխված չեն, ան ավելի հավանական օրինակ, այդ մեր առաջի քայլն էր, որ օգնեց օպտիմիզացնենք։ Հիմա երկրորդ քայլը կակաս նայա, որ ասենք հերթականությունն էլ է, չէ՞, մեր մոտ այստեղ կարևոր։ Եթե օրինակ ասել եմ Կարեն ու ինքը ասել է, որ 5 նիշն էլ կա, հիմա այս հաջորդը որ ասեմ պանիր իմաստ չունի, որովհետև բան մեջը չկա, հաստատ այդ բառը չի։ Հաշվի առնենք նախորդ բանի ինֆորմացիան, այդ գերազանց միտք է։ Կարակ հավեսի համար, եթե ուզում եք ինժած այս կոդերը վերցնեք ու բան, խաղը բերեք նրան, տեսնեք միջին ու միջքան քայլով կարակ արդեն գուշակություն անեք։ Է շատ լավ, ոնց որ հաջորդ վարժություն որպես կարա լինի, եթե կուզեք։ Դե լավ, եկեք երրորդին անցնենք։ Այս երրորդը ավելի տենց տեխնիկական քայլերով գնալ է լինելու ու ոնց որ Կլոդս արդեն սիրուն լուծում է գրել, դրա համար եկեք միանգամից լուծումը բացեմ, ես ձեզ չտանջեմ։ Այս երրորդն էլ ասում էր, դե այդքան խոսացինք կոդավորում ծառեր սարքել բանման, բայց վանիլային օրինակների վրա ենք նայում։ Հիմա մի հատ իսկականոտ օրինակի վրա նայենք, տեսնենք, թե ոնց կարանք այդ կոդը սարքենք, կոդավորելու մոտեցումը ունենանք, էլի։ Ու պատկերացնենք, որ ինչ-որ սիստեմ ունենք, որ ասենք առաջի տարբերակը 40% հավանական է, երկրորդը 20, երրորդը 20, մյուս երկուսը 10-10։ Այստեղ արդեն տենց սիրուն 1/4, 1/2, 1/8 չեմ վերցրել գոնե։ Հա, ու առաջին հերթին, եթե էնտրոպիան հաշվելու լինենք, այստեղ գալու ենք ուղղակի ասենք ոնց որ 0.4 անգամ լոգարիթմ 0.4, տենց գումարներով գնանք, տեսնենք, որ 2.12 բիտ է մոտավորապես։ 5 տարբերակ ունենք, իրանց եթե միատեսակ բաշխված ունենք կներ լոգարիթմ 2/5-ով 5, այս դեպքում մի քիչ դրանից ավելի փոճուր թիվ է տալիս, 2.12 է տալիս։
Բայց հիմա այս փոճուր թվին գալու համար էլի պետքա հասկանանք, թե ոնց կարանք իրան կոդավորենք։ Սա այն իդեալականագույն դեպքում է, էլի, երբ որ կարամ ունենամ 1-0 ու 1-ի մի քիչ, էլի։ Բան, երբ որ գայս եմ դիսկրետ դեպքի, արդեն ճկունություն չունեմ, էլի, չեմ կարա դնեմ կես կամ քառորդ բիտ չեմ կարա ունենամ, 1-ը կամ 0-ն պետքա դնեմ մեջ, էլի։ Հիմա հասկանանք դե լավ, բա ոնց օպտիմալ կառուցենք, որ կարողանանք տենց անենք։ Հա, ու մեր մոտեցումը դրան իրականում լինում է, որ պետք է ամենահավանական բաների վրա գնանք կառուցենք, բայց այնտեղ ամեն դեպքում նրբություններ կա, էլի, այդ որին ինչ կոդ տանք, որովհետև պետք է այդ prefix-ների բանը ֆիքսենք։ Եթե օրինակ ունենամ 0 1 ու 1 0, երբ որ ես ասեմ 1 0, դուք չեք իմանա ես ասել եմ 1 0, թե ասել եմ 1 ու 0։ Այդ պահից խուսափելու համար կա մի հատ sense իտերատիվ ալգորիթմ, որտեղ որ այս պետք է հասկանամ, թե ոնց երկու ճյուղի բաժանում, չէ, առաջի քայլով։ Հետո ամեն մեկը իր հերթին երկու ճյուղի բաժանելով գնամ, այսինքն ինձ պետք է հասկանալ որն են այդ երկու ամենահավանական խմբերը։ Այդ անելու համար գալիս եմ հակառակ փոչից։ Հիմա այստեղ, երբ որ 5 հատ տառ ունեմ ըստ էության 5 հատ խումբ։ Հիմա եթե ուզում եմ խմբերի քանակը կարճացնեմ, ամենատրամբանը կլինի այդ երկու ամենաքիչ հավանական խմբերը իրար միացնեմ։ Այսինքն այս դեպքում այստեղ հավանականությունները գրածա բանով, էլի, ես 4 2 2 1 1 10 անգամ բազմապատկացած ուտ որ հեշտ լինի, էլի։ Հիմա d-ն ու y-ն կարամ իրար խմբավորեմ։ Արդեն կունենամ 4 հատ խումբ a b c d e ու d-ն կլինի 1 գումարած 1 իրենց հավանականություն կլինի a b c d-ն էլ 2։ Հիմա այստեղ հաջորդը կարամ b-ն ու c-ն իրար միավորեմ, որպես 2-2-ներ։ Կարայի տեսականորեն b ու d-ն միավորեի, շատ տարբերակներ կա, էլի, այստեղ լիքը ոչ ոքիներ ունենք։ Բայց եթե b-ն ու c-ն միավորեմ, b-ն ու c-ն կստացվի այստեղ 0.4, արդեն կլինի իմ համակարգում a-ն 4, d-ն 2, b-ն 4։ Հիմա d-ն ու օրինակ a-ն կարամ խմբավորեմ, որպես իրականում նաև կարճ բաներ եմ ընտրում, էլի, այստեղ որ ասացի կարամ b-ն ու c-ի տեղը b ու d-ը անեմ, այս b ու c հատիկ-հատիկներով ավելի հաճելի կխմբավորենք։ Բայց դե d-ն ու a-ն որ խմբավորեմ, կստանամ a-d-e, ու ստեղ արդեն ունեցա b-ն 4-ը, a-d-ն 6-ը։ Արդեն ստեղ ունեմ մի հատ երկու հատանոց տարբերակ, մի հատ 3 նիշանոց տարբերակ, ու կարամ սենց խմբավորեմ։ Սկսեցինք։ Եթե b-c-ը, նախ ոնց որ եթե b-c-ը, այստեղ մի հատ 0 կգրեմ, եթե b-ը, b-ին կտամ 0, c-ին կտամ 1։ Այսինքն ինչ եմ անում, ես b տառը կխմբավորեմ որպես 0 0։ C տառը կխմբավորեմ որպես 0 1։ B-ն 0 0, սա c-ն 0 1-ը։ Այս 0-ի ճանապարհները։ Հիմա 1-ով սկսվողները։ A-D-ն բաժանում եմ A, D-E, D-ն բաժանում եմ D ու E։ Այստեղ կարևոր է ոնց որ ես an առաջ ձախից էի գրում, որպես ավելի հավանական տարբերակ էլի, որ ճյուղավորելուց էլ իրան ավելի կարճ բրցնենք։ Հիմա այստեղ եթե a ունենամ, an կկովորեմ որպես a 1 0։ An-ի մոտ 1 0-ն եղավ։ Հիմա այստեղ d-ն կլինի որպես 1 1 0, y-ն կլինի որպես 1 1 1։ Ու այս կլինի իմ կոդը։ Այսինքն այստեղ էս 3 հավանականները ստացան 2 երկարություն, 2 այդքան է ոչ հավանականները ստացան 3 3 երկարություն։ Ու այս համակարգով իրականում որ հաշվենք, կստանանք 2 բիտ։ Այս իդեալական դիսկրետ անընդհատ դեպքում 2 12 էր, այս դիսկրետին բերելով ստացանք 2 2։ Էլի բավականին լավ է, էլի։ Ու սա իրականում նաև բավարարում է Շեննոնի այդ բանին, թեորեմին, թեորեմներից մեկին, որ ասում է, որ այս բինար գոյություն ունի բինար պրեֆիքս ծառ, որի ինֆորմացիան, որ հաշի ու հաշ գումարած 1-ի արանքում է, այսինքն նույնիսկ եթե այս դիսկրետ դեպքին գալով մի քիչ իդեալականությունից հեռվանանք, մի բիտից ավելով չի լինելու մեր հեռացումը։ Ուստեղ այս ոնց որ տեսնում ենք, որ տեղի ունի, 2.12-ի ու 3.12-ի արանքը բան ստացան։ Մեկ էլ եթե օպտիմալության տեսանկյունից մտածենք, մենք ստեղ ունեցանք 2 հատ բան, որ 3 հատ բան, որ 2 նիշով է պահված, 2 հատ բան, որ 3 նիշով է պահված, ուստեղ եթե ստուգենք իսկ թե ինչքան օպտիմալ ենք օգտագործել այս մեր տիրույթը,
պետքա գանք հաշվենք մի հատ էլ մոռացա ունը լեյով կրաֆտի անհավասարություն կարանք հաշվենք, որ ուղղակի այս երկարությունների հակադարձները գումարելով գնում ենք ու նայում ենք մեկին ինչքան մոտիկ է։ Այստեղ 3 հատ 2 անգամ 2-ի 1/2 ունենք, այսինքն այդ 1/4 հավանական տարբերակները մեր ոնց որ ու 2 հատ էլ 1/8 հավանական տարբերակներ, եթե հավանական ասելս ոնց որ այս բիտերի բանով համապատասխանող էլի, ոնց որ 2-ի խորանարդ, 2-ի քառակուսի, սա որ գումարենք տեսնում ենք 1, այսինքն ոչ մի ինչ որ թազա բառի համար տեղ չունենք բաց, էլի, այս կոդը իդեալական աշխատում է այս համակարգի համար։ Ոչ մի բաց տեղ չունի, ասած ասած, էլի։ Հա, այս էլ նույնը գրաֆիկով Ստեղի միջած տեսնում ենք, որ Claude-ը ֆանտաստիկ է, բայց աստվածային չի։ Այնտեղ մի հատ prompt-ի մեջ նշած ունեմ, որ ցանկացած դեպքում, որտեղ ուզում է ինչ լինի, եթե 3+ գույն եմ օգտագործում, այդ գույները կարմիր, կապույտ, ծիրանագույն դիր։ Այստեղ ոնց որ գույները դրել է, բայց չի ֆայմը, որ պետք է հերթականության մասին էլ մտածի։ Բայց ոչինչ, ես մեկը իրան սիրում եմ։ Այս վարժությունից հարցեր ժողովուրդ։ Մի հատ հարց Ընտրեմ։ այն առաջին կետում իդեալական դեպքը որը կլներ ու խիչենք կարա իդեալական դեպքը հասնենք Հա, իդեալական դեպքը կլիներ այն, որ մենք բռնեինք ու այս առաջին նիշը պահեինք 1.3 բիտի մեջ։ Այսինքն 2 բիտով պահելը կլիներ ոնց որ 1-0 կամ 0-1-0-0-0-1։ Իդեալական դեպքում մենք այս առաջին նիշը կպահենք ոչ թե 2 նիշով, այլ 1.3 նիշով։ Բայց ոնց որ այդ բանի մեջ հիշողության բջիջի մեջ հիշողությունումս ունեմ ոնց որ բջիջներ, կարամ ասեմ, այս առաջի տառին համապատասխանցնում եմ այս երկու բջիջը կոդավորում եմ սենց։ Իդեալական դեպքում ես կհամապատասխանցնեի 1 ու ոնց որ 0.3 բջիջ։ Բայց կոմպում sense բան չենք կարող կազմակերպենք, էլի մենք կոմպում ունենք ոնց որ այդ տրանզիստոր կոչվածներին, իրանց մեջ հոսանքը կամ մտնում է կամ չէ, ոնց որ ամեն մեկը մի հատիկ բան է, էլի, unit-ը, մի հատիկ սարք է, sense ասած, էլի, ես չեմ կարող ունենամ 0.3 սարք։ Okay, Մերսի ահա, ձեզ մերսի հարցի համար։ Հա, բայց թութու այս դեպքում ոնց որ շատ մոտիկ ենք անք, էլի 2.12, 2.2 համարյա իդեալական կարացանք, էլի նույն ձև կոդավորենք։ Դե լավ, այս վերջի երկու վարժությունն էլ իրականում տենց մաքուր հաշվողական էր, ոնց որ բաշխում է տված, բանձավ է տված, ասում է հերթով հաշվելով գնացեք։ Այստեղ ուղղակի կարանք հիշացնելու մակարդակով խոսանք նրա մասին, որ էնտրոպիան այդ մեր մոտ այն էր, որ եթե կոդավորելու լինենք համակարգը իր ճիշտ բաշխումով։ Այսինքն եթե իրոք գիտենք բաշխումը ոնց է, կարանք խելամիտ ձևով իրեն կոդավորենք։ Օրինակ այս բանի համար, հայերեն տեքստի համար, եթե գիտենք, որ ան շատ հաճախ է հանդիպում, այն բան կանենք։ Ինչքան հաճախ է հանդիպում, այդքան կարճ կփորձենք պահել։ Եթե դա գիտենք։ Էնտրոպիան ցույց է տալիս այդ մեր ինֆորմացիան կամ անորոշությունը, եթե գիտենք իսկական եղած է, դա ամենաիդեալական, ամենաֆանտաստիկ դեպքն է, որ կարանք ունենանք։ Կրոս էնտրոպիան այնա, որ եթե սխալվում ենք բաշխում, օրինակի համար, այնտեղ տեսանք այդ պանիրի Վիկիպեդիայի էջի հետ կապված 4.5 բիտով կարենք բան անեինք, պահեինք ամեն մի նիշի համար։ Տեսանք, որ եթե հավասարաչափ բաշխվածով ենք անում, ստանում ենք ինչ որ 5 ու քանիսեր լինում դրա բանն էլ ամեն մի բիտի համար։ Հիմա կրոս էնտրոպիան էտենա, որ եթե սխալ կոդ օգտագործեմ, ինչ կլինի։ Կրոս էնտրոպիան այնա, որ մեքենայի կոնսուսման մեջ մոդել լիքը ժամանակ փորձելու ենք մինիմիզացնել։ Ունեմ տվյալներ ու ունեմ մոդել, որը փորձում է գուշակի այդ տվյալները ոնց են առաջանում, ինչ բաշխումից են գալիս ու ինչքան ու այդտեղ ոնց որ ունեմ տվյալ ու մոդել չեն տարբերվում են իրարից, դրա համար կրոս էնտրոպիա ունեմ, նույն բանը չի։ Փորձելու եմ այդ նվազեցնել ինչքան հնարավոր է, որ ոնց որ ինչքան հնարավոր է մոտենամ էնտրոպիային։ Էնտրոպիան երբեք չենք նվազեցնելու։ Դրա համար օրինակ իրականում էս էլ է կարևոր բան, ML-ում առնչվելու ենք, բայց այդ էնտրոպիայի գաղափարը ինքը մեզ ասում է այն, որ օրինակի համար եթե ուզում ենք
հաջորդ բառը գուշակող ալգորիթմ ունենք, այսինքն ուզում ենք լեզվական մոդել ունենանք օրինակ, հիմա Claude Opus 4.7-ը կա, իր էնտրոպիան գուցե լինի, ասենք, չգիտեմ, 3 պատահական թիվ որպես։ Իրան միլիարդավոր տարիներով էլ ինչքան խելքներս կպցնենք իրար աշխատենք, ինքը 0 չի դառնալ, որտեվ տեքստի մեջ կա անորոշություն ի սկզբանե։ Ինքը իդեալական դեպքում գալու է հասնի այդ եղած անորոշությանը, որտեվ ինչ որ մի քաոս ամեն մի սիստեմ էլ ունի։ Մենք ուզում ենք ոչ թե հասնենք 0-ին, այլ ուզում ենք հասնենք քաոսին։ Հա, այս ուղղակի նշում ապագայի համար, հետո կխոսանք այդ բանի մասին։ Իրան տենց bias optimal risk են ասում, հաճախ ոնց որ շատ լավ բաներին ուղղակի սկզբում bias են ասում, այդ մարդը կարացել է շատ լավ իր անունը դնի։ Անունը իմիջիալոց Թոմաս է, չգիտեմ, իմ համար խայտարական սպասել էր, որ bias-ի անունը Թոմաս է, բայց լավ է, ուղղակի հավելյալ նշում որպես էլի։ Դե լավ, and cross entropy-ն այդ սխալ բաշխում օգտագործելու դեպքում բիտերի քանակն է մեր մոտ լինում, որտեղ որ px-երը նույնն ենք վերցնում, չէ, ներողություն, որտեղ ուղղակի qx-երն ենք ուրիշ ձև վերցնում։ Այսինքն px-ը մնաց նույն ձև, բաշխումը դառավ կոդերելու կտորը դառավ qx-ով։ Հա, Kullback library divergence-ն էլ որ 1000 տեղ է օգտագործվում իրոք, որտեղ հասկանում եք ինչքան ուժեղ գործիք է ժողովուրդ։ Մենք հաճախ լիքը բաների հետ որ գործ ենք անում, բաշխումների հետ ենք գործ անում։ Ասենք Opus-ը, որ մեզ գուշակություն է տալիս, ասում է հաջորդ բառը կլինի պանիրը, այդ իրական ոչ թե ինքը տենց անում, այլ ինքը մեզ տալիս է բաշխում բոլոր հնարավոր ունեցած բառերի իր բառարանում, ասենք 50,000 հատ բառ կա, իրական ոչ թե բառ այլ տոկեն, բայց 50,000 հատ հաջորդ նիշի տարբերակ ունի, ինքը ամեն մեկի համար բաշխում է տալիս։ Այսինքն ինչ որ բաշխում է, այս բաշխման գումարը 1 է լինում, հավանականությունն է տալիս, էլի։ Ու կան տարբեր մոտեցումներ, թե հիմա սրանից ոնց ընտրենք, թե որ բառը օգտագործենք որպես գուշակություն։ Ամենահասարակ մոտեցումը այդ ամենահավանական բառը ընտրի։ Սենց որ անում ենք, մոդելները ահագին կրեատիվություն են կորցնում։ Հաճախ ինչ որ ասենք, լավ, էս էլի հետագայի թեմաների են գալիս, բայց ամեն դեպքում բաշխում ենք ունենում։ Ու շատ հաճախ մեր համակարգերը բաշխումներ են մեզ տալիս, ոչ թե մի հատիկանոց պատասխաններ։ Նույն օրինակի համար, եթե թեկուզ ալգորիթմն է, որ գուշակում է 1 կամ 0, ասենք, մարդը հիվանդ է, թե առողջ է, մենք կրկին ստեղ 1 ու 0 չենք ունում, մենք ունենք 0.8, 0.2։ Մենք ուղղակի 0.8 սրանից ասում ենք դա 0.8-ը վերցնենք, ստուգենք 0.5-ի հետ, եթե մեծ է վերցնենք 1, եթե փոքր է վերցնենք 0։ Այսինքն շատ հաճախ ելքը բաշխում է, մենք ենք քայլանում, որ ստանանք մի հատ թիվ։ Այսինքն բաշխումների հետ է, տակից բաշխումների հետ է գործը տեղի ունենում։ Հիմա պատկերացրեք գործիք ունենանք, որ ասի երկու հատ բաշխում իրարից ինչքան են հեռու։ Ֆանտաստիկ է, չէ՞։ Կբռնենք, կփորձենք այդ բաշխումների միջև հեռավորությունը նվազեցնել։ Հիմա այդ Kullback library divergence-ը հենց այդ է մեզ տալիս։ Դրա համար այդքան սիրված է, դրա համար այդքան հազար մի տեղ աճ ձախ եք նայում Kullback library divergence եք տեսնում։ Ինքը բռնում է, ասում է px-ը պահում եմ, սա ոնց որ իրական եղածն է։ Ու հաշվում եմ լոգարիթմ, այսինքն մի հատ ինչ որ բաշխում վերցնում եմ որպես reference, որպես ոնց որ reference to, որպես ոնց որ իմ պատկերացած ճշմարտության աղբյուր ու մյուսը լինում է մյուսը։ Այսինքն կա ճիշտ ու կա մյուս։ Հիմա նայում եմ px qx հարաբերությունը։ Հիմա եթե բաշխումները նույնը լինեն, այս px qx-երը իրար մոտիկ կլինեն։ Ոնց որ եթե գուշակությունն էլ այսպես մի հատ բան լինի, հարաբերությունները 1-ին մոտիկ կլինեն, y-ի որ աստիճանն է 1, 0 աստիճանը, 0-ին մոտիկ բաներ կունենան, կտանց վրա շատ օպտիմալ կսարքվենք, հեռավորություն չենք ունենում։ Kullback library-ը դա է չափում։ Ինքը նաև նույնն է ինչ, ոնց որ cross entropy-ը որ օգտագործում ենք, ինչ որ էնտրոպիայից մի քանի հատով ավել բիտ ենք վատնում, որ կարենք չվատնեինք, ինքը մեզ հենց ասում է, թե այդքանի բիտա, որ մենք վատնում ենք։ Ու կարևոր է հերթականությունը, էլի, այստեղ, եթե մեկը վերցնես որպես ճշմարտություն, մյուսը որպես մյուս, ու մյուսը որպես ճշմարտություն, ու մյուսը որպես մի քիչ խառաստացվեց արտահայտությունը, մի քիչ էլ դիտմամբ խառաստի, բայց մի խոսքով, հերթականությունը որ շեղում ենք, Kullback library divergence-ը փոխվում է։ Նաև ոնց որ լոգարիթմ a բաժանած b նույնը չի, ինչ լոգարիթմ b բաժանած a, ինչպես նաև px-ն էլ դառնում է qx մեր մի համակարգում, պետքա ոնց որ հավանականությունների ու լոգարիթմների բաների
կետային արտադրյալը չփոխվեր հերթականությունից, դա էլ շատ բան է պահանջելու համար, էլի։ Դրա համար մենք իրան ասում ենք Kullback library divergence, ոչ թե Kullback library distance։ Distance-ը մետրիկան հեռավորության համար ունի հստակ աքսիոմներ, որոնց պետք է բավարարի, Kullback library-ը չի բավարարում։ Դրա համար այդ անվան կոչումը չի ստանում, բայց ինքը շատ չի էլ տխրում, որովհետև մեկը հազար գործիք է մեր մոտ մնում։ Հա, հարցեր ստեղի ժողովուրդ։ Հայկ ջան, իսկ ո՞նց ենք ընտրեմ, որ նա այդ սկզբնականն էլի, որի հետ պետք է համեմատենք այն մյուսը։ Այդ երկու բաշխումներից որն է իսկական, նո բանն էլի ճիշտ է։ Պրակտիկ դեպքում ոնց որ գալիս ենք մեր ունեցած տվյալներից, այսինքն եթե ես գիտեմ, որ այս առաջի տան համար գինը եղել է եսի ինչ ու ունեցել եմ գուշակություն որպես ինչ որ եղել է 1 գուշակել եմ 0.8, հիմա իմ մոտ էս 1-ը դա բանն է, ճշմարտությունն է, 0.8-ը դա մոդելի տված գուշակությունն է, էլի։ Այսինքն մեր բան այդ մեր ունեցած տվյալներն են, էլի։ Հա, հա, օքեյ։ Շատ բարի։ Մեկ էլ են գուշակությունների ժամանակ էլ որ ամեն անգամ ոնց որ ամենաբարձր հավանականությամբ նա տալի, բայց մի հատ գործակից կա, չէ, որ ըստ դրա ոնց որ եթե այդ գործակիցը բարձրացնում ենք, այդ արդեն հավանականության չի նայում կամ շատ չի նայում, էլի ոնց որ տենց։ Ահա, շատ ճիշտ է, այդ ջերմաստիճանի գաղափարն է, temperature-ը, երբ որ տենց ԵԻ մի հատ ինչ-որ բանի աստիճան ոնց որ այստեղ հավանական էս ժորդ եթե ինչ-որ բաներ այստեղ շատ բարձ չլինի, ոչինչ, հետո անդրադառնալու ենք, բայց քանի հարցը հնչեց, իրականում կարող եմ մի հատ սիրուն անիմացիա միանգամից բացեմ իմ սիրելի Հրանտի կողմից, Սանդերսոն, Tribble Van Brown-ի։ Այդ բացեմ միանգամից դրանով նայենք, ոնց որ գործակիցը, որ այդ բաշխումը գնալով ավելի տենց ոնց որ բաշխման մեջ տարբերությունները ավելի փափուկ է դարձնում, էլի գնալով in LLMS 3b 1b Այսա բացեմ նայենք արագ, սիրուն անիմացիա էլի որպես նաև ու կրկին մեր սիրելի Sigmoid-ի հետ է գործանում, իրականում Softmax-ի, բայց արի ես այս վիդեոյի հայրենն էլ էի սարքել, հրապարակել մոռացել էի։ Այդպես պրոստը պայտակ հիշեցի։ Սենց բաշխում ենք ունենում։ Հիմա այս բաշխումից մեծագույն օրինակ որ վերցնում ենք, իրական ժողովուրդ ոնց որ պրակտիկ ոչ թե մեծագույնն ենք վերցնում, այլ պատահականորեն մեկը վերցնում ենք հաշվի առնելով իրանց հավանականությունը։ Իսկ օրինակ սա եթե 0.8-ը, սա 0.1-ը, սա 0.05-ը եւ այլն, պատկերացրեք ոնց որ սենց մի հատ բան է, այս զրթիկա այն բաների։ Ռուլետկայի վրա 80%-ում գրած առաջի բառը, 10%-ում երկրորդը, մնացածում բան ու տենց հերթով դրած է, այս ռուլետկան ֆրցնում ենք, որի վրա անգավ վերցնում ենք, այսինքն սա 80% դեպքերում անգնելու, սա 10%, այլ կերպ ասած բաշխումից sample ենք անում, էլի։ Հիմա sample անելուց, եթե սկզբնական արժեքները վերցնենք, այս 0.8-ը շատ հաճախ հանդիպելու է, էլի։ Հիմա այդ ասած պարամետրը ինքը մոտեցում է 0.8-ի ու 0.1-ի 0.05-ի մեջ տարբերությունները փափկացնելու։ Այսինքն այս բաշխումը դարձնելու ավելի արի իմ ուզած կտորներին։ Այս բաշխումը դարձնելու ավելի բան, հապուկ բաշխված, էլի, ոչ ավելի տենց կտրուկ տարբերություններով, ավելի հավասար հավանական։ Ու այդ արվում է, հեսա կգանք է դրան, ունենալով, այսպես մի հատ temperature պարամետր, որ ինչքան մեծացնում ենք իրան, այդքան այս ամեն ինչը փոքրանում։ Դա բանձավներ բայց ցույց տու էլի, այդ չեմ սկսում ցույց տալիս։ Ըստ էության սա նշանակում է ինչքան ջերմաստիճանը բարձր, այդքան ավելի հավանական է, որ մինչև այդ եղած ցածր հավանական բառը կընտրվեր, բանձավը այսպես մի հատ բան է ուղղակի, էլի։ Սովորական դեպքում մենք ունենում ենք, որ այս բոլոր հավանականություն, ամեն մեկ եղած հավանականությունը բաժանում ենք մնացածի հավանականություններով, բայց տենց այն մեկը բաժանած մեկ գումարած y մինուս z բանձավը sigmoid-ի որ կհիշեք, դրա բազմաչափ տարբերակն է։ Իմաստը ուղղակի այս բոլոր x-երը բաժանում ենք մի հատ ինչ-որ թվի վրա, ու տենց լավ։ Այս սրա մասին առանձին խոսալու ենք, որ լեզվական մոդելների կտորին գանք։ Իմ աշխաչափով արդեն իրականությունը իմանալով երևի տենց մի կես տարի, մի տարի հետո ես սկզբում մտածել եմ մի տարում սա դասընթացն ենք վերջացնելու, հլը ML-ը չենք սկսել, բայց գալու ենք այս սրանց ամեն դեպքում, էլի։
Ու գուցե հետարքեր էլի նաև մի քիչ քննարկել եմ, հենց որ ես գոհ եմ որ քննարկեցինք, դուք չգիտեմ ոնց։ Հայկ ջան, եթե temperature մասին խոսացրենք, ողա top-ի մասին է խոսանք։ Կարանք հարավ մի երկու բառով էլ ասենք, ըստեղ երբ որ էդ էլ մի հատ ուրիշ նյուանս է, որ բացի նրանից, որ կարանք այս հավանականությունների հետ խաղանք, կարանք նաև եթե ուզում ենք շտկի տենց ինչ որ շատ օթից ինչ որ եսի միջ պատահական բառ, պատահական յաբախտի չգա ընտրվի, կա նաև top K ու top P-ի գաղափարները։ Մեկը այնա, որ օքեյ, temperature-ըդ վերցրել էիր, բաշխումը ստացար, ֆիքսեցիր, հիմա top K-ի գաղափարը ասում է ընտրի մենակ ամենահավանական 3 տարբերակը։ Ու այս 3-ի մեջից sample արա, որ ինչ որ շատ անհավանական եսի միջ բառեր պատահականորեն զուտ բախտի հաշվին չգան ընտրվեն։ Գոնե իմանանք մեջներից հավանականների մեջից ենք ինչ որ բան ընտրում, էլի, այսինքն մոդելին ասում ենք գնա ոնց որ վայելի քեզ բան արա, կրեատիվությունը ցույց տու, ինչ որ ինչ ուզում ես արա, բայց նաև մի գնա ինչ որ խայտարակ վատ բաներ արա, էլի, ազատություն ենք տալիս, բայց ոչ խայտարակ շատ։ Այդ top K-ի գաղափարն է, հեշտ է, ասում ենք top 3 ընտրի։ Հիմա top P-ի գաղափարը, այնա որ ասում է, օրինակ ֆիքսում ենք 0.8 ու ասում ենք այս ամենահավանական 80%-ի մեջից ընտրի։ Այսինքն օրինակ եթե ստե ունեմ 0.5, 0.2, 0.1 ու ստե 0.05 եւ այլն, կգամ այս 3-ը կվերցնեմ, որովհետեւ այս 3-ը արդեն 80% հավանական է, այս մնացածը 20% հավանական է։ Արդեն այս պրինցիպով եմ բռնում, մնացածը կտրում գցում մի կողմ։ Այս էլ մի հատ ուրիշ մոտեցում է, որ իրականում ոնց որ բաշխումը որ ունեցանք, արդեն մեր գործիքներից մեկն է, էլի գործիքներն են ջերմաստիճան փոխվել, գործիքներն են բռնել top 3 լավագույն 3-ը վերցնել, մինչև 80% կամ մինչև ինչ որ բանը վերցնել, ու իրանց կոմբինացիաներ էլ կարանք կիրառենք, էլի։ Ահա։ Արդեն ահագին բան ծածկեցինք հետագայի թեմաներից, հետո որ անցնելու լինենք, հույսով եմ կհիշենք մի քիչ։ Լավ, այստեղ մի հատ էլ հաշվողական խնդիր կար դիֆերենցիալ էնտրոպիայի հետ կապված։ Դիֆերենցիալ էնտրոպիան էլ ուղղակի էնտրոպիան է արդեն բազմաչափ նեղություն անընդհատ դեպքում, այստեղ գումարները վերածվում են ինտեգրալների զոտ։ Այստեղ երկու հատ հետարքիր նշում են նա, որ նախ առաջինը դիֆերենցիալ էնտրոպիան կարա ոչ բացասական լինի, խաբեցի, կարա բացասական լինի, ոչ բացասականը բան էր, սովորական էնտրոպիան էր։ Ինչի, որովհետև մի դեպքում, երբ որ մենք ունենք բաշխում ու բոլորը ստեղ 0-ից փոքր, 1-ից 0-ից 1 արժեքներին գումարը 1, այս դեպքում այս ուղղակի կարևոր է, որ ինտեգրալը 1 լինի։ Դա նշանակում է մի հատ ինչ-որ պստիկ ինտերվալի վրա արժեքը կարա 1-ից մեծ լինի։ Բայց 1-ից մեծ արժեքը, եթե դες բախները ստացվի, որ ընկնի ինչ-որ թվի հետ բացասական, որ սկսի դեպի իրան քաշել, կարանք նաև ունենանք բացասական էնտրոպիա, բացասական դիֆերենցիալ էնտրոպիա ներողություն։ Մի հատ հետարքիր նշում էտեր, մի հատ էլ հետարքիր նշում էներ, որ այս էնտրոպիան կախված է չափման միավորից։ Այսինքն եթե ես նայեմ էնտրոպիան 1000 անգամ x-ի, ինքը լինելու է էնտրոպիա x գումարած 1000-ի լոգարիթմ, ոնց էր բանձավը։ Հա, լոգարիթմ 2, հա, էլի ոնց որ ուրիշ գործիք չունեմ որպես այդպեսին։ Լոգարիթմ 2 1000։ Այսինքն ինչքան ավելի ինտերվալը մեծացնում ենք, այդքան ավելի ոնց որ ինքը նուրբ պետք է գտնվի, այնքան ավելի շատ ինֆորմացիա է իրան պետք գալիս։ Այս ոնց որ ուղղակի տարօրինակության համար նշում է, էլի։ Դա այդքանի տարօրինակ չի, հիմնավորում ունի, բայց ամեն դեպքում ինտուիցիան դա չի ասի, էլի, որ եթե խոսում ենք անորոշության մասին, ինչ որ ունեմ պանիրներ նայում եմ ամեն մեկը քանի կիլո է, այդ դրա անորոշությունը, ունեմ պանիրներ նայում եմ ամեն մեկը քանի գրամ է, այդ դրա անորոշությունը, ինտուիցիան ասում է, որ պետքա տարբերություն չլինի, բայց եթե ինֆորմացիայի տեսանկյունից գանք, օրինակ ուզում եմ պահել հիշողության մեջ, ուզում եմ ամենաօպտիմալ ձևով հիշողության մեջ պահել, թե քանի կիլո են ինչ-որ բաներ ու քանի գրամ են ինչ-որ բաներ, գրամերի դեպքում ոնց որ հնարավոր արժեքները, որ ավելի շատ են, արդեն այնտեղ մի քիչ բան է գալիս, էլի, կարող է դա մի քիչ ոնց որ բացատրի թե ինչ է այս էֆեկտը բան անում, չգիտեմ ինչքան ավելի ինտուիտիվ սարքում, ես ինձ այդտենց եմ բացատրել ամեն դեպքում, բայց հա, հենց այս բուն վարժությունը հաշվարկով բանով շատ չեն կանի, որովհետև անհետարքիր վարժությունն է, ոնց որ զուտ հաշվարկային բանը դրա համար վերջում էր քսած ուղակի։
մի անգամ գոնե արժի անել տեսնել, բայց ոչ բոլորով հիմա։ Կարակ հետո լուծումը նայեք։ Հա, նոր միացողների համար ասեմ, որ այս բոլոր ֆայլերը մենք բան ենք անում, նույն ձևս repo-ի մեջ պահում ենք, պետքա գաք, ասենց մի ցույց տու։ Math-եմ որտեղի պահում homeworks, չէ, խափեցի homeworks չէ։ Մոռացա որտեղի պահում, ահա, հենց այստեղ է ոնց որ թե պահում։ Մի խոսքով, այդ repo-ի մեջ math-եմի գրադարանի, math-եմի կտորի մեջ math information theory ընդհանրում եմ, այդտեղ կգտնեք հենց այս գրատախտակները, էլի, եթե ինչ-որ պատճառով ուզում եք նայել, էլի։ Վիզուալ շուտով կտեղադրեմ, այս գրատախտակները երբ չեմ մոռանում, բան եմ անում, կայքում եմ ավելացնում, բայց հա, սա կարճ ասած որպես իգիտություն ուղղակի։ Դե լավ, ժողովուրդ, եթե հարց չկա, ապրեք որ միացաք, ուրախացնող է տեսնել, որ շատ մարդ է միանում, հույս ունեմ երկար կտևի։ Եթե ինչ-որ պայից որոշելու լինեք, որ էլ դասերի չեք միանում, ինձ մի հատ ուղղակի գրեք, էլի, հետաքրքիր կլինի, զուտ մի հատ կարանք արագ խոսանք, կամ զուտ իմանամ ինչի բանման, այդ օգտակար կլինի։ Բայց հա, դե ժողովուրդ, կհանդիպենք մյուս շաբաթ, անսպասելիորեն ֆիքսած գրաֆիկով ենք գնում դեռ, այնտեղ չաթում գրած կար օրերը։ Գնանք մի հատ էլ լեկցիա ինֆորմացիայի տեսությունից, ընդ մի քանի հատ էլ լավ գաղափար կա, որ չենք ծածկել, ու ML-ի մեջ էլ կարան լավ կիրառել լինեն, ասենք փոխադարձ ինֆորմացիա, mutual information բան։ Մի քիչ ավելի շատ կապել իրան ML-ի հետ, թե լավ, մի խոսքով, սպոյլերներ չանեմ, բայց մի հատ սպոյլեր անեմ են, որ մյուս դասին էլի բան մեծարելու եմ նորմալ բաշխումը, թե ու ինչքան ֆունդամենտալ ու նորմալ է ինքը ինֆորմացիայի տեսություն կողմից հիմնավորելով որպես սիրուն էֆեկտ։ Ուհա, այդ կանենք մի հատ էլ չափողականության անեծքի հետ կապված հավեսոտ դաս կանենք, հավեսոտ որտեղ զուտ ինչ որ ինտուիցիա ջարդող թեմաների մասին ենք խոսալու, էլի բազմաչափ ապելսինի բան կեղևը մաքրելուց ենք խոսալու օրինակ։ Ուհա, ու արդեն հետո դեպի ML։ Լավ, մինչև 3-ը կհաշվեմ, եթե հարց չլինի, արդեն վերջ։ Բայց մի հոգի ոնց որ թե անմյուտ է եղել, եթե հարց կար, համեցեք։ 1 2 3 Շնորհակալություն, ստեսություն։ Դες մերսի որ միացաք, ու հաջողություն, լավ օր ձեզ։ Ձեզ էլ մերսի շատ։ Ձեզ հաջողներ ժողովուրդ։